Լավ, հարգելիներս, համաձայն եմ, պատասխանեմ ձեզ։ Մոտ մի 15 նամակ եմ ստացել, ինչ ես վեճի ռոլիկը գցել եմ։ Ուժեղ Հայաստանի այդ երիտասարդների առած արտահայտության համար։ Ինձ փորձում են համոզել, որ Արս ջան, դա վրիբագ ա եղել, մարդ է, կարող է, հնարավոր է։ Okay, դե հիմա ուշադիր լսեք։ Հիմա միացնում եմ նույն օրը ձայնագրված մեկ այլ երիտասարդի կողմից, որը ուժեղ Հայաստանի նույնպես կարգառում ներկայացուցիչներից, ով որ ամբիոնում միշտ վերևը կանած ա եղել իրանց հանդիպումների ժամանակ, չգիտես ինչու Սերժ Սարգսյանի թիմից միանգամից անցավ ուժեղ Հայաստան, այսինքն դա իրանց համար նորմալ բան է, երևույթ է, մի թիմից մյուս թիմը գնալ է։ Հենց 20 վայրկյան սա լսում ենք ու խոսում ենք։ Սիրելի ընկերներ, այսօր մենք պտտվում ենք Գյումրի գյուղերով, իրազեկում ենք մեր տնտեսական 5 քայլերը եւ մի զարմանալի պարզ բան։ Գյուղացիներից մեկը պատմեց, որ իրենց համար պատվի հարց է, որ այս հրապարակում կանգնում է ադրբեջանցին եւ հողորտում է այնպես, ինչպես այսօրվա իշխանությունը։ Ասեց, որ իր վերջին հույսը Սամվել Կարապետյանն է։ Դե ինչ, լսեցիք ինչ է ասում երիտասարդը, ուրեմն նախ առաջինը ուզում եմ անդրադառնամ այն բառերին, որ ինքը ասում է, Գյումրու գյուղերին։ Տղա ջան, սա քաղաք է, սա խոշորացված համայնք չի, շրջկենտրոն չի, Գյումրին գյուղեր չունի։ Սա քաղաք է, Հայաստանի Հանրապետության երկրորդ պատիվ ունեցող քաղաքն է։ Սա ագաժների օղ արեք, բոլոր երիտասարդները ուժեղ Հայաստանից, թե լիդեր Հայաստանից, որ Հայաստանից ուզում եք եղեք, կուսակցության մասին է խոսքը։ Ձեր ագանջին օղ արեք, Գյումրին ռայոն չի։ Դա մենակ գիտեք ով կարա դες խոսա ռայոնի բանով, ասենց այն մարդիկ ով այնքան մեծամիտ են, որ ռայոնում, գյուղերում մեծամտությունն է ձեր մեջ պատում։ Արա իմացեք Հայաստանի մեջը ամենաուժեղ պատիվ ունեցողներից մեկը դրանք գյումրեցիներն են։ Ու չեք կարա Երևանից շրջկենտրոններ գաք ձեր ասելով ռայոններ, գյուղերում հանդիպումներ ունենաք ու գյուղացիք Գյումրի կենտրոնում կանած ձեզ ասեն, որ ադրբեջանցիների գալերեն լավ էլի լուրջ եք ասում։ Անենց որ էսի վրիբակ չի, սա հենց իրանց մտածելակերպի հետ է, իրանք չեն ուզեցել ինադու դա անեն, իրանք կդես մտածում են, իրանք գյումրեցիներին տեսնում են որպես գյուղացիներ, 1000 անգամ կներեք իմ գյուղացիներ ջան, ես ձեր կյանքին մեռնեմ, իմ հպարտ գյուղացիներ ջան, ձեր մասին չի խոսքը, ուղղակի Գյումրին դա քաղաք է, լսում եք արա, Գյումրին քաղաք է, խելոք պայեք ձեզի, դուք Գյումրիից, եթե ուզում եք ձայներ տանեք, ուրեմն խելոք, Ниже травите воды. Թե կլնի ուրիշ պաստովիցը։ Слышал звон, не знаешь где он. Լավ մնացեք, վրիբակներ, թողողներ։